Ջենիֆերը երբեք պատերազմին ստեղ չի գա վտանգելու անգամ իր եղունքը։ Հավատքով կլինի ձեզ, կառնեք։ Ես էլ ուզում եմ հավատամ։ Ես էլ ուզում եմ հավատամ, որ մեկ օր Հայաստանում 50,000 հայերով միաբերան ասելու ենք Հիսուսն է Տերը։ Ես էլ ուզում եմ հավատամ, որ այդքան հազարավորներ ոչ թե կհավաքվեն կասեն Ջենիֆեր Լոպես, այլ կհավաքվեն ու կասեն Հիսուս Քրիստոս։ Այո, իմ սիրտը պատրվում է տեղից։ Ես չգիտեմ, միգուցե դու այդ համերգներով շատ հիացած ես եւ այլ, ես էլ առանձնապես հակառակ չեմ, դա իմ գործն ու ասելիքը չէ, բայց ես մի բանի համար նեղվում եմ, ասում եմ, այս երկիրը պահողը Հիսուսն է։ Մեր զինվոր տղերքի հետ այնտեղ խրամատում կանգնող Հիսուսն է։ Ջենիֆերը երբեք պատերազմին ստեղ չի գա համերտա վտանգելու անգամ իր եղունքը, բայց Հիսուսը վտանգել է իր ամբողջ կյանքը ու խաչվել է մեզ համար ու այրուն է թափել։ Մենք շատ հաճախ մեր երկիրը վերածում ենք խրախճանքների ու հաճույքների, մոռանալով, որ այս ամենը ահրել է Հիսուսը։ Բայց մեր Աստծո սիրտը վառվում է Հայաստանի համար։ Նա ուզում է փրկի հայը։ Նա հայի Տերն է, նա հայի Աստվածն է։ Մեր անձնական փոքր շահերը կողքի դնել եւ կծվել գործի համընդհանուր մեջ շահի, որ այս ազգը ճանաչի Հիսուսին։ Լսի, դու հավիտենական չես, դու մեկ-մեկ նենց ես ապրում, ոնց որ հավերժ ես։ Հեսա, այդ հեսա քանի տարի արդեն ձգվում, երբ ես սկսելու ծառայել Հիսուսին։